Մթություն և քարի սառնություն։ Լսվում է շղթաների հազիվ լսելի շղկոց և մի խորը, հոգնած, բայց անկոտրում շունչ։ Սա խոր վիրապի գուբն է, հայոց հողի ընդերքը, որտեղ 13 տարի շարունակ Աստծո լույսին էր սպասում մի մարդ, ում վիճակված էր լուսավորելու մի ամբողջ ազգի հոգին։ Դանդաղ, վերևից, գուբի նեղ երդիկից ներս է սողոսկում լույսի մի շող, փոշու հատիկները ոսկե պարի են բռնվում նրա մեջ։ Լույսը ընկնում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի հյուծված, սակայն աղոթքով պայծառացած դեմքին։ Նա մոտ 45 տարեկան է, սակայն այս դժոխային փոսում անցկացրած տարիները նրան դարձրել են ժամանակից դուրս մի կերպար, ոչ երիտասարդ, ոչ ծեր, այլ հավերժությանը հաղորդ մի հոգի։ Նրա աչքերը փակ են, բայց շուրթերը շարժվում են, ոչ թե բողոքի կամ հուսահատության խոսքեր շշնջալով, այլ ներում աղերսելով իրեն այստեղ նետող Տրդատ թագավորի և իր հալածիչների համար։ Պատմության այդ խորին ժամանակներում, երբ աշխարհը դեռ հեթանոսական մշուշի մեջ էր, մի փոքրիկ ժողովուրդ, Արարատի ստորոտին, կանգնած էր ընտրության առաջ՝ լուծարվել հզոր կայսրությունների մեջ, թե գտնել իր փրկության ճանապարհը։ Այդ ճանապարհը լուսավորվեց ոչ թե թրով ու զենքով, այլ այս մարդու աներեր հավատքով, որը հրաշքով ողջ մնաց օձերով լի գուտում։ Եվ երբ նա դուրս եկավ այնտեղից, ոչ թե վրեժի, այլ բժշկության խոսքը բերեց իր շուրթերին, և հայոց աշխարհը, թագավորով ու ժողովրդով, մկրտվեց Արաքսի ջրերում, դառնալով աշխարհում առաջինը, որ Քրիստոսի լույսն ընդունեց որպես պետական հավատք։ Ջան բարեկամներ, եթե սիրում եք այսպիսի սուրբ պատմություններ, որոնք մեր ազգի հոգու հիմքն են, բաժանորդագրվեք մեր ալիքին և սեղմեք զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր հոգևոր զրույցները։ Աստծո անունով մենք չպետք է մոռանանք մեր հոգևոր փորձառությունները, քանզի դրանք են մեր արմատները։ Եվ մինչ մենք կշարունակենք, խնդրում եմ մի պահ մտածել և կիսվել մեկնաբանություններում, ո՞րն է եղել ձեր կյանքի այն դժվարին պահը, երբ զգացել եք, որ Աստծո հրաշքը կամ անբացատրելի միջամտությունը փրկել է ձեզ կամ ձեր հարազատին։ Այդ օրը, հայոց մկրտության օրը, սկիզբ դրվեց ոչ թե պարզապես մի կրոնական կառույցի, այլ մի հոգևոր տապանի կառուցմանը։ Մի տապան, որին վիճակված էր հայ ժողովրդին անցկացնել պատմության ամենադաժան փոթորիկների, ամենասոսկալի ջրհեղեղների միջով։ Այսօր մենք միասին կբացենք այս սրբազան տապանի դռները և կփորձենք հասկանալ, ինչպես այն դիմացավ 2000-ամյակի փորձություններին, երբ թվում էր, թե ամեն ինչ կորած է։ Մենք կխոնարհվենք ոչ միայն Սուրբ Գրիգոր Լուսավորչի, այլև Սուրբ Մեսրոպ Մաշտոցի առաջ, ով Աստծո շնորհով կերտեց մեր գրերը, դրանք վահան դարձնելով ձուլման դեմ։ Կոգեշնչվենք Սուրբ Վարդան Մամիկոնյանի սխրանքով, ով իր զորքի հետ նահատակվեց հավատքի կանթեղը վար պահելու համար։ Կլսենք Սուրբ Ներսես շնորհալու իմաստուն խոսքը, որը դարերի միջից մեզ միասնության կոչ է անում։ Եվ կհիշենք այն անանուն հազարավոր քահանաներին, կաթողիկոսներին և հասարակ հավատացյալներին, որոնք իրենց կյանքի գնով պահպանեցին այս տապանը։ Նրանց աղոթքներով, նրանց արցունքներով ու արյամբ է սնվել մեր հավատքի ծառը։ Տապանը կառուցված էր, նրա փայտը սրբացել էր նահատակների արյամբ ու մկրտության ջրով, սակայն ծովը դեռ հանդարտ էր։ Բայց հորիզոնում արդեն սկսել էին հավաքվել առաջին ամպերը, և ոչ ոք չգիտեր, թե գալիք փոթորիկը որքան սոսկալի էր լինելու։ Չորրորդ դարի ավարտ։ Հայաստանը աշխարհաքաղաքական հրաբխի վրա էր նստած, սեղմված երկու հսկա կայսրությունների՝ քրիստոնեությունը նոր ընդունած, բայց դեռևս անկայուն Հռոմի և զրադաշտականության հզոր կենտրոն Պարսկաստանի միջև։ Այս երկու աշխարհների բախման կիզակետում հայ ժողովուրդը պետք է ամեն օր վերահաստատեր իր պատմական ընտրությունը։ Քրիստոնեության լույսը արդեն մեկ դարից ավելի էր, ինչ պետականորեն շողում էր հայոց երկնակամարի տակ, սակայն հեթանոսական սովորույթների ստվելները դեռևս թաքնված էին լեռներում ու մարդկանց հոգու խորքերում։ Տապանի կառուցումը շարունակվում էր, սակայն նրա ամրությունը դեռ պետք է փորձվեր։ Հենց այս ժամանակ էր, որ Աստված հայոց աշխարհին պարգևեց մեկ այլ հանճարեղ մտքի տեր մարդու՝ Մեսրոպ անունով մի վարդապետի, որը ծնվել էր Տարոն գավառի Հացեկաց գյուղում։ Լինելով զինվորական, ապա արքունի դպիր, նա թողել էր աշխարհիկ կյանքը և իրեն նվիրել Աստծո ծառայությանը։ Սակայն նրա հոգին անհանգիստ էր։ Նա տեսնում էր, որ հայ մանուկները Աստծո խոսքը սովորում են օտար հունարեն կամ ասորերեն լեզուներով, որոնք անհասկանալի էին ժողովրդի մեծ մասի համար։ Նա զգում էր, որ առանց սեփական գրերի, առանց մայրենի լեզվով հնչող աղոթքի, հայ ժողովրդի հավատքը միշտ խոցելի է լինելու, և ձուլման վտանգը միշտ կախված է լինելու ազգի գլխին։
Այս սուրբ մտահոգությամբ լցված Սուրբ Մեսրոպ Մաշտոցը Սահակ Պարթև կաթողիկոսի օրհնությամբ եւ Վրամշապու հարքայի աջակցությամբ ձեռնավուխ եղավ մի գործի, որը թվում էր անհնարին։ Իր աշակերտների հետ նա ճանապարհ ընկավ դեպի Ասորիքի գրագիտության հայտնի կենտրոններ՝ Եդեսիա եւ Ամիդ։ Նա ուսումնասիրում էր տարբեր այբուբեններ, խորհրդակցում գիտունների հետ, աղոթում օր ու գիշեր, խնդրելով Աստծուց լուսավորել իր միտքը։ Նրա հետ էին նրա հավատարիմ աշակերտները՝ Հովսեփ Պաղնացին եւ Կորյունը, երիտասարդներ, որոնց սրտերը այրվում էին նույն սուրբ կրակով։ Նրանք տեսնում էին իրենց ուսուցչի տքնանքը, նրա անքուն գիշերները, նրա ծնկաչոք աղոթքները մոմի լույսի տակ։ Նրանք տեսնում էին, թե ինչպես էր այս մարդը կրում մի ամբողջ ազգի հոգևոր ճակատագրի բեռը իր ուսերին։ Սա մոտալուտ հոգևոր պայքարի առաջին նշանն էր, որը ծավալվում էր ոչ թե ռազմի դաշտում, այլ մտքի եւ հոգու ոլորտում։ Թշնամին ոչ թե սուր ու նետ ունեցող զինվորն էր, այլ մոռացությունը, տգիտությունը եւ օտար մշակույթի անխուսափելի ազդեցությունը։ Եթե Մաշտոցը պարտվեր այս պայքարում, ապա լուսավորչի սկսած գործը կարող էր անավարտ մնալ, եւ հայոց տապանը, չունենալով ամուր հոգևոր խարիսք, կարող էր քշվել գնալ պատմության անհայտ ուղղություններով։ Եվ մի օր, երբ հույսը գրեթե սպառվել էր, երկարատև աղոթքի պահին Սուրբ Մեսրոպը տեսիլք տեսավ։ Նրա առաջ հայտնվեց մի լուսեղեն ձեռք, որը քարի վրա գրում էր հայոց տառերը։ Դրանք 36 հրաշալի նշաններ էին, որոնք ոչ միայն հնչյուններ էին արտահայտում, այլև իրենց մեջ կրում էին աստվածային իմաստություն եւ ներդաշնականություն։ Մաշտոցի սիրտը լցվեց անսահման երախտագիտությամբ։ Նա հասկացավ, որ սա ոչ թե մարդկային մտքի, այլ Աստծո պարգևն էր իր տառապյալ ժողովրդին։ Անսահման ուրախությամբ լցված Սուրբ Մեսրոպ Մաշտոցը եւ նրա աշակերտները վերադարձան հայրենիք, իրենց հետ բերելով ոչ թե ոսկի ու գանձեր, այլ մի բան անհամեմատ ավելի թանկ՝ հայոց գրերը։ Վաղարշաբաթ մայրաքաղաքում նրանց դիմավորեցին մեծ հանդիսությամբ։ Սահակ Պարթև կաթողիկոսը, տեսնելով աստվածատուր տառերը, արցունքն աչքերին գրքեց Մաշտոցին եւ օրհնեց նրա սուրբ գործը։ Սակայն հիմնական հոգևոր հակամարտությունը դեռ նոր էր սկսվում։ Գրերը ստեղծելը միայն առաջին քայլն էր։ Այժմ պետք էր այդ գրերով ստեղծել հայալեզու հոգևոր գրականություն, թարգմանել Աստվածաշունչը եւ ամենակարևորը՝ հաղթահարել այն դիմադրությունը, որն անխուսափելիորեն առաջանում էր։ Շատ հոգևորականներ եւ իշխաններ, որոնք դաստիարակվել էին հունական կամ ասորական մշակույթով, սկզբում թերահավատորեն էին վերաբերվում նոր գրերին։ Նրանք կարծում էին, թե հայերենը, բարբարոսական լեզուն, անկարող է փոխանցել Սուրբ գրքի աստվածային խորությունը, եւ որ միայն սրբազան լեզուները՝ հունարենը, ասորերենը եւ եբրայերենը կարող են լինել Աստծո խոսքի կրողը։ Սա եկեղեցական ավանդույթների եւ նորարարության բախում էր։ Խնդիրը հայերենով լուծելու առաջին փորձը եղավ Սահակի ու Մեսրոպի կողմից հրավիրված եկեղեցական ժողովը։ Նրանք հավաքեցին ականավոր վարդապետների, եպիսկոպոսների եւ ավագ քահանաների բացատրելու իրենց տեսլականը։ Սուրբ Մեսրոպը իր հանգիստ ու համոզիչ խոսքով բացատրում էր. «Հայրեր եւ եղբայրներ, ինչպես կարող է մեր ժողովուրդը սիրել մի Աստծո, ում խոսքը չի հասկանում։ Ինչպես կարող է հովիվը հոգ տանել իր հոտի մասին, եթե նրանց հետ խոսում է օտար լեզվով։ Այս գրերը Աստծո պարգևն են, որպիսի յուրաքանչյուր հայ իր մոր կաթի հետ ներծծի նաև Տիրոջ խոսքի քաղցրությունը։ Սակայն ընդդիմախոսները, որոնցից ամենաեռանդունը Եզնիկ անունով մի իմաստուն, բայց պահպանողական վարդապետ էր, հակաճառում էին. «Սուրբ հայրեր, մենք հարգում ենք ձեր ջանքերը, բայց չեք վախենում, որ թարգմանության ընթացքում կաղավաղվի Աստծո խոսքի ճշմարիտ իմաստը։ Դարեր շարունակ մեր եկեղեցիներում հնչել է հունարեն ավետարանը, միթե մենք իրավունք ունենք փոխելու այդ սրբազան ավանդույթը»։ Եկեղեցական հիերարխիայի Սահակ կաթողիկոսի միջամտությունը վճռորոշ եղավ։ Իր հեղինակությամբ եւ իմաստությամբ նա կարողացավ համոզել ժողովի մասնակիցների մեծամասնությանը, որ սա ոչ թե ավանդույթի խախտում է, այլ դրա զարգացումը եւ հարստացումը։ Որոշվեց ստեղծել թարգմանչած խմբեր, լավագույն երիտասարդներին ուղարկելով Ալեքսանդրիա, Աթենք, Կոստանդնուպոլիս, հունարեն եւ ասորերեն լեզուներին ու գիտություններին կատարելապես տիրապետելու համար։ Սակայն այս որոշումը միայն խորացրեց գլխավոր հերոսի Սուրբ Մեսրոպի խնդիրը։ Նա հասկանում էր, որ թարգմանությունը պահանջում է ոչ միայն լեզվի իմացություն, այլև հոգևոր խորը զգացողություն եւ աստվածաբանական անսխալականություն։ Մի սխալ թարգմանված բառը կարող էր հերձվածի պատճառ դառնալ եւ պառակտել երիտասարդ եկեղեցին։
Լարվածությունը եկեղեցական համայնքում աճում էր։ Ժողովուրդը անհամբեր սպասում էր հայերեն Աստվածաշնչին, իսկ ընդդիմախոսները ուշադիր հետևում էին յուրաքանչյուր քայլին, սպասելով առաջին իսկ սխալին, որպեսզի ապացուցեն իրենց ճշմարտացիությունը։ Տապանի պատերի ներսում սկսվել էր մի լուր, բայց վճռական պայքար, ոչ պակաս կարևոր, քան արտաքին թշնամիների դեմ մղվող ճակատամարտերը։ Թարգմանչած առաջին խմբերը ոգևորությամբ լցված սկսեցին իրենց աշխատանքը։ Սակայն խնդիրը զգալիորեն բարդացավ, երբ նրանք բախվեցին առաջին լուրջ դժվարությանը։ Հայերենը, լինելով հարուստ եւ պատկերավոր լեզու, պարզապես չունել այն աստվածաբանական եւ փիլիսոփայական բառապաշարը, որը դարերի ընթացքում մշակվել էր հունարենում։ Ինչպես թարգմանել այնպիսի բարդ հասկացություններ, ինչպիսիք են համագոյություն, միասնեություն, բնություն, առանց աղավաղելու դրանց ներքին իմաստը, որոնց շուրջ բուռն վեճեր էին ընթանում ողջ քրիստոնյա աշխարհում։ Առաջին թարգմանությունները, որոնք կատարվեցին ասորերենից, թերի էին եւ երբեմն նույնիսկ սխալ։ Երբ այս նախնական տարբերակները սկսեցին տարածվել եկեղեցիներում, ընդդիմախոսները Եզնիկ վարդապետի գլխավորությամբ ստացան իրենց ձեռքն ընկած հաղթաթուղթը։ Նրանք սկսեցին բարձրաձայնել, որ իրենց մտավախությունները արդարացված էին եւ որ հայերեն թարգմանությունը ոչ միայն թուլացնում, այլև աղանդավորական մտքեր է սերմանում ժողովրդի մեջ։ Եկեղեցու պատիվը եւ հայ հոգևորականության հեղինակությունը վտանգված էին։ Ինչ կասեն հավատացյալները, գործոնը դարձավ ճնշման հզոր լծակ։ Ժողովուրդը, որն այնքան անհամբեր սպասում էր մայրենի ավետարանին, այժմ շփոթության մեջ էր։ Մի կողմից իրենց հոգևոր առաջնորդներն էին Սահակն ու Մեսրոպը, մյուս կողմից ոչ պակաս հարգված իմաստուն վարդապետները, որոնք զգուշացնում էին վտանգի մասին։ Հայ եկեղեցական ավանդույթների ճնշումը ծանրացավ Սուրբ Մեսրոպի վրա։ Ավագ սերնդի հոգևորականները, որոնք իրենց ողջ կյանքում աղոթել էին հունարեն, խորհուրդ էին տալիս նրան չշտապել, գուցե նույնիսկ ժամանակավորապես դադարեցնել թարգմանությունները, մինչև որ ավելի բարենպաստ ժամանակներ գան։ Նրանք անկեղծորեն մտահոգված էին եկեղեցու միասնության համար եւ վախենում էին պառակտումից։ Մի երեկո, երբ Մաշտոցը մենակ աղոթում էր իր խցում, նրա մոտ այցելեց Սահակ կաթողիկոսը։ Նրա դեմքը հոգնած էր եւ մտահոգ։ «Մեսլոպ, եղբայր իմ», ասաց նա հոգոց հանելով, «լուրեր են հասնում, որ որոշ գավառներում քահանաները հրաժարվում են ընդունել նոր թարգմանությունները։ Ժողովուրդը երկու խմբի է բաժանվել։ Մեր սկսած գործը, որ պիտի միավորեր մեր ազգը Աստծո խոսքի շուրջ, կարծես թե պառակտման պատճառ է դառնում։ Գուցե ճիշտ են ասում հայրերը, գուցե պետք է սպասել»։ Այդ պահին Սուրբ Մեսրոպը գիտակցեց խնդրի իրական մասշտաբները։ Խնդիրը ոչ թե պարզապես տեխնիկական էր, ճիշտ բառեր գտնելը, այլ շատ ավելի խորը, հոգեբանական։ Նա պետք է ոչ միայն թարգմաներ գիրքը, այլև հաղթահարեր մարդկանց մտքում արմատացած վախը նորի նկատմամբ, կոտրեր օտարամոլության դարավոր սովորույթը։ Նա հասկացավ, որ միայնակ չի կարող հաղթահարել այս խոչընդոտը։ Նրա հույսը, իր աշակերտները դեռևս օտար երկրներում էին, իսկ ինքը Հայաստանում, կարծես մեկուսանում էր։ Նրա սկսած մեծ գործը կանգնած էր փլուզման եզրին։ Թվում էր, թե տապանի ներսում բարձրացած այս փոթորիկը կարող է խորտակել այն ավելի արագ, քան ցանկացած արտաքին թշնամի։ Եվ այդ հուսահատության պահին նա ծնկի իջավ եւ սկսեց աղոթել այնպես, ինչպես երբեք չէր աղոթել իր կյանքում, խնդրելով Աստծուց ոչ թե ուժ, ոչ թե համբերություն, այլ հրաշք։ Մի նշան, որը ցույց կտար ճիշտ ճանապարհը եւ կլրացներ բոլոր կասկածները։ Աղոթքի մեջ խորասուզված, հոգու տվայտանքներից ուժասպառ Սուրբ Մեսրոպ Մաշտոսը չնկատեց, թե ինչպես բացվեց խցի դուռը եւ ներս մտավ մի երիտասարդ սարկավակ։ Նա իր հետ բերել էր մի փոքրիկ փայտե տուփ, ծածկված փոշու հաստ շերտով։ «Տեր հայր», ասաց նա երկյուղացությամբ, «սա գտա եկեղեցու գրապահոցի ամենահին անկյունում, երբ մաքրություն էի անում։ Վրան գրված է միայն կաթողիկոսի աչքերի համար։ Բայց քանի որ հայր Սուրբը հանգստի է քաշվել, համարձակվեցի ձեզ մոտ բերել»։ Մաշտոցը մեխանիկորեն վերցրեց տուփը։ Այն հին էր, շակ հին։ Կափարիչի վրա փորագրված էր լուսավորչի խորհրդանիշը, աջը, որը լույս է սփռում։ Ձեռքերի դողը հազիվ զսպելով նա բացեց այն։ Մեջը ոչ թե ոսկի էր կամ թանկարժեք քարեր, այլ մի քանի մաղաղաթյա փաթեցներ, գրված ոչ թե հունարեն կամ ասորերեն, այլ անծանոթ, բայց միևնույն ժամանակ հարազատ թվացող նշանագրերով։ Եվ այդ պահին տեղի ունեցավ հրաշքը։ Երբ Մաշտոցի հայացքը սահեց այդ տառերի վրայով, նրա մտքում, ինչպես կայծակի հարվածից, բացվեց մի անհավանական ճշմարտություն։
Դա աստվածային հայտնություն էր, որը միանգամից փոխեց ամեն ինչ։ Նա հասկացավ, որ իր տեսիլքը, լուսեղեն ձեռքը, որ գրում էր քարի վրա, ոչ թե նոր տառերի ստեղծումն էր, այլ վաղուց մոռացված, հեթանոսական ժամանակներից եկող հայկական հին նշանագրերի վերականգնումը, քրիստոնեական ոգով վերաիմաստավորված։ Աստված նրան ոչ թե նոր այբուբեն էր տալիս, այլ վերադարձնում էր իր ժողովրդի կորսված հիշողությունը։ Այս տարրերը, որոնք դարեր շարունակ թաքցված են եղել, որպեսզի հեթանոս քրմերի հետ միասին չոչնչացվեն, իրականում հայ ժողովրդի հոգու բանալին էին։ Նա հասկացավ, թե ինչու էին իրեն այդքան տանջում թարգմանությունները։ Բանն այն չէր, որ հայերենը աղքատ էր։ Բանն այն էր, որ նա փորձում էր օտար հասկացությունները մեխանիկորեն տեղափոխել հայերենի մեջ։ Մինչդեռ այս հին գրերը ցույց էին տալիս, որ հայերենը ի սկզբանե ունեցել է իր սեփական, յուրահատուկ աստվածաբանական եւ փիլիսոփայական համակարգը, որը պետք է ոչ թե փոխարինել, այլ քրիստոնեացնել։ Այս հայտնությունը առավելագույն հոգևոր ցնցում էր։ Մի ակնթարթում փուլուզվեցին բոլոր նախկին պատկերացումները։ Նա հասկացավ, որ ընդդիմախոսները իրենց ողջ պահպանողականությամբ ինչ-որ չափով ճիշտ էին, օտարի կույր ընդօրինակումը վտանգավոր էր։ Բայց նրանք սխալվում էին, կարծելով, թե հայկականը գոյություն չունի։ Այն գոյություն ուներ, պարզապես թաքնված էր, սպասելով իր ժամին։ Մաշտոցը ցնցված էր։ Նրա մտքով անցան վերջին ամիսների բոլոր իրադարձությունները, և դրանք բոլորը ստացան նոր իմաստ։ Նա հասկացավ, թե ինչու էր Սահակ կաթողիկոսը, որը լուսավորչի տոհմից էր, այդքան պնդում հայերենի կարևորությունը, գուցե ենթագիտակցորեն զգալով այս թաքնված ժառանգության մասին։ Նա հասկացավ, որ իր պայքարը ոչ թե զրոյից ինչ-որ բան ստեղծելու, այլ կորսվածը վերագտնելու համար էր։ Այդ պահին նրա հոգուց ընկավ կասկածի ծանր բեռը։ Նա այլևս չէր վախենում ոչ մի քննադատությունից, ոչ մի մեղադրանքից։ Նա գտել էր իր ճանապարհը, և այդ ճանապարհը ոչ թե օտար ուղիներով էր անցնում, այլ իր սեփական ժողովրդի հոգու խորքերով։ Նա գիտեր, որ այսուհետ թարգմանությունը պետք է լինի ոչ թե բառացի, այլ ստեղծագործական, հայկական մտածողությանը և ոգուն համահունչ։ Նա պետք է ստեղծեր ոչ թե հունարենի կամ ասորենենի կրկնօրինակը, այլ հայալեզու, հայահունչ և հայամիտ քրիստոնեական գրականություն։ Այդ գիշեր տապանի ներսում փոթորիկը հանդարտվեց և ծագեց նոր հայատառ արշալույսը։ Հաջորդ առավոտ Սուրբ Մեսրոպ Մաշտոցը, իր հետ վերցնելով հին մագահատները, ներկայացավ Սահակ Պարթև կաթողիկոսին։ Ամբողջ հայ եկեղեցական համայնքի արձագանքը կախված էր այս մեկ մարդու՝ լուսավորչի շարավղի խոսքից։ Երբ Մաշտոցը բացեց նրա առաջ հայտնության գաղտնիքը, ցույց տվեց հին նշանագրերը և բացատրեց դրանց աստվածային ծագումն ու ազգային նշանակությունը, կաթողիկոսի դեմքը սկզբում արտահայտում էր անսահման զարմանք, ապա խորը հուզմունք և վերջապես պայծառ ուրախություն։ Նա հասկացավ, որ իր նախնիների աղոթքները լսելի են եղել և որ Աստված չի լքել իր ժողովրդին։ Սկսվեց եկեղեցական հարաբերությունների և համոզմունքների արմատական վերանայում։ Կաթողիկոսը անմիջապես հրավիրեց երկրորդ, այս անգամ արտակարգ ժողով։ Երբ Մաշտոցը ներկայացրեց իր գյուտը և դրա աստվածային հաստատումը, դահլիճում սկզբում խորը լռություն տիրեց, ապա այն փոխարինվեց զարմացական բացականչությունների և ուրախության շշուկների։ Այն հոգևորականները, որոնք մինչ այդ տատանվում էին, այժմ դարձան Մաշտոցի ամենաջերմ պաշտպանները։ Նրանք հասկացան, որ սա ոչ թե հեղափոխություն էր ավանդույթի դեմ, այլ ընդհակառակը, վերադարձ դեպի իսկական, խորը արմատները։ Նոր դաշնակիցներ ձևավորվեցին անսպասելի կողմերից։ Սակայն, ինչպես սպասվում էր, նաև ձևավորվեց նոր ավելի համառ հակառակորդների խումբ։ Եզնիկ վարդապետը և նրա կողմնակիցները, ցնցված լինելով այս անսպասելի շրջադարձից, հրաժարվեցին ընդունել հայտնության ճշմարտացիությունը։ Նրանք այս ամենի մեջ տեսնում էին խորամանկ հնարք հեթանոսական անցյալը վերակենդանացնելու և եկեղեցին համաքրիստոնեական աշխարհից մեկուսացնելու համար։ Սա գայթակղություն է, ասում էր Եզնիկը, մենք չենք կարող մեր հավատքի հիմքում դնել անհայտ ծագում ունեցող նշանագրեր, որոնք կարող են դիվային խորհուրդներ պարունակել։ Այսպիսով, եկեղեցու ներսում պայքարը թևակոխեց նոր, ավելի սուր փուլ։ Այն այլևս պայքար չէր հունամոլության և հայասիրության միջև, այլ հավատի և անհավատության, վստահության և կասկածի միջև։ Գլխավոր հերոսի՝ Սուրբ Մեսրոպի համար ձևավորվեց գործողությունների նոր ծրագիր։ Նա հասկացավ, որ միայն խոսքերը բավարար չեն, պետք էր գործով ապացուցել նոր գրերի աստվածային զորությունը։
Սահակ կաթողիկոսի օրհնությամբ նա իր լավագույն աշակերտների Կորյունի, Հովսեփի, Ղևոնդի եւ մյուսների հետ ձեռնամուխ եղավ Աստվածաշնչի թարգմանությանը, այս անգամ ոչ թե ասորերենից, այլ ուղղակիորեն հունարեն բնագրից, որը համարվում էր ամենաճշգրիտը։ Նրանք աշխատում էին օր ու գիշեր, եւ նրանց ձեռքի տակ հայերենը կարծես ծաղկում էր, բացահայտելով իր ողջ հարստությունն ու ճկունությունը։ Նրանք ոչ միայն թարգմանում էին, այլև ստեղծում էին նոր բառեր, նոր հասկացություններ, հայկական հողի վրա աճեցնելով աստվածաբանական մտքի մի ամբողջ պարտեզ։ Առաջինը թարգմանվեց Սողոմոնի առակների գիրքը, եւ երբ այն առաջին անգամ հնչեց եկեղեցում հայերենով, ժողովուրդը լսում էր շունչը պահած։ Յուրաքանչյուր բառ պարզ էր, հասկանալի եւ հոգեթով, դա այն պահն էր, երբ հայ մարդն առաջին անգամ լսեց Աստծո իմաստությունը իր մայրենի լեզվով, եւ այդ պահից սկսած ոչ մի կասկած այլևս չէր կարող խանգարել այս սուրբ գործի հաղթանակին։ Աստվածային հայտնությամբ ոգեշնչված եւ կաթողիկոսի աներկբա աջակցությամբ զորացած Սուրբ Մեսրոպ Մաշտոցը անցավ վճռական գործողությունների։ Նա հասկանում էր, որ միայն թարգմանություններով հնարավոր չէ հաղթել արմատացած թերահավատությանը։ Պետք էր լույսը տանել ժողովրդի մեջ։ Պետք էր, որ յուրաքանչյուր հայ իր աչքով տեսներ եւ իր ականջով լսեր մայրենի գրերի զորությունը։ Իր լավագույն աշակերտներին հավաքելով, նա նրանց բաժանեց խմբերի եւ ուղարկեց Հայաստանի տարբեր գավառներ՝ Գուգարքից մինչև Սյունիք, Տարոնից մինչև Արցախ։ Նրանց առաքելությունը մեկն էր՝ բացել դպրոցներ եւ ուսուցանել մանուկներին նոր այբուբենը։ Սա ուղղակի առճակատում էր ընդդիմախոսների հետ, որոնք շարունակում էին պնդել, թե այս գործը վտանգավոր է։ Երբ Մաշտոցի աշակերտները հասնում էին գյուղեր ու քաղաքներ, նրանք հաճախ բախվում էին տեղի հոգևորականների դիմադրությանը, որոնք Եզնիկ վարդապետի ազդեցության տակ հրաժարվում էին համագործակցել։ Սկսվեց ակտիվ պայքար ճշմարտության եւ եկեղեցական արդարության համար։ Մի անգամ Կոտայք գավառի մի մեծ գյուղում տեղի քահանա Գրիգոր անունով, որը հայտնի էր իր պահպանողական հայացքներով, հրապարակավար արգելեց Մաշտոցի աշակերտներին մտնել եկեղեցի եւ դպրոց բացել։ Մեր երեխաները դարեր շարունակ սովորել են հունարեն սաղմոսները, եւ մենք կարիք չունենք ձեր նորահնար նշանագրերի, որոնք գուցեև սատանայից են, հայտարարեց նա ժողովրդի առաջ։ Այդ ժամանակ Մաշտոցի աշակերտներից ամենաերիտասարդը 17-ամյա Մովսեսը, որը հետագայում պիտի դառնար մեր պատմահայրը, առաջ քայլեց։ Նա ձեռքին ուներ նոր թարգմանված ավետարանից մի հատված։ Առանց վախենալու քահանայի զայրույթից նա սկսեց բարձրաձայն կարդալ «Հայր մեր աղոթքը» հայերենով։ Ժողովուրդը, որը մինչ այդ լսում էր քահանային, մի պահ լռեց։ Առաջին անգամ նրանք լսում էին այդքան ծանոթ եւ սրբազան խոսքերը իրենց լեզվով։ Յուրաքանչյուր բառ հասկանալի էր, յուրաքանչյուր խնդրանք գալիս էր սրտից։ Երբ Մովսեսն ավարտեց, հրապարակում կատարյալ լռություն էր։ Ապա մի ծեր կին, որի աչքերից արցունքներ էին հոսում, մոտեցավ եւ ասաց. «Որդիս, ես 70 տարեկան եմ, ողջ կյանքումս լսել եմ այս աղոթքը, բայց միայն հիմա հասկացա, թե ինչ եմ խնդրում իմ Արարչից»։ Այս խոսքերը կայծակի պես հարվածեցին ժողովրդի սրտերին։ Մարդիկ սկսեցին շշնջալ, եւ նրանց հայացքները քահանայից տեղափոխվեցին դեպի երիտասարդ Մովսեսը։ Գրիգոր քահանան, տեսնելով, որ պարտվում է այս հոգևոր պայքարում, զայրույթից կարմրեց, բայց այլևս ոչինչ չէր կարող անել։ Ժողովուրդն իր ընտրությունը կատարել էր։ Այդ օրը գյուղում բացվեց առաջին դպրոցը, եւ տասնյակ երեխաներ սկսեցին սովորել Մաշտոցի տառերը։ Այսպիսի հոգևոր ճակատամարտեր տեղի էին ունենում ողջ Հայաստանում։ Մաշտոցի աշակերտները, թարգմանիչները դարձել էին լույսի զինվորներ, որոնք սիրով, համբերությամբ եւ Աստծո խոսքի զորությամբ հաղթահարում էին տգիտության եւ կասկածի խավարը։ Հայոց գրերի լույսը արդեն տարածվել էր երկրի մեծ մասում, սակայն ընդդիմախոսների վերջին եւ ամենաամուր բաստիոնը մնում էր Վաղարշապատ մայրաքաղաքը։ Եզնիկ վարդապետը, օգտվելով իր հեղինակությունից, համոզել էր մայրաքաղաքի հոգևորականության մեծ մասին չընդունել նոր թարգմանությունները եւ շարունակել ծեսերը հունարենով։ Ամբողջ եկեղեցական հակամարտության գագաթնակետը տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան պատարագի ժամանակ Մայր տաճարում։ Սահակ կաթողիկոսը, ցանկանալով վերջ դնել այս պարակտմանը, որոշել էր, որ այդ օրը ավետարանը պետք է ընթերցվի հայերենով։ Երբ ընթերցման պահը հասավ եւ սարքավագը ձեռքին հայերեն նոր թարգմանված ավետարանը բարձրացավ ամբիոն, Եզնիկ վարդապետը իր կողմնակիցների հետ կանգնեց նրա ճանապարհին։ «Հայր Սուրբ», դիմեց նա կաթողիկոսին բարձրաձայն, որպեսի բոլորը լսեն, «մենք չենք կարող թույլ տալ, որ Աստծո տանը պղծվի Աստծո խոսքը։ Մենք պահանջում ենք, որ ավետարանը հնչի այն սրբազան լեզվով, որով այն ստացել ենք մեր հայրերից։
Տաճարում մահու լռություն տիրեց։ Բոլորի հայացքները ուղղված էին կաթողիկոսին եւ Մաշտոցին։ Սա վճռորոշ պահն էր։ Եթե կաթողիկոսը նահանջեր, ապա հայոց գրերի գործը կդատապարտվեր պարտության։ Այդ պահին Սուրբ Մեսրոպ Մաշտոցը, որը մինչ այդ լուր կանգնած էր խորանի մոտ, առաջ եկավ։ Նա ոչ թե զայրացած էր, այլ անսահման տխուր։ Նա մոտեցավ Եզնիկին եւ հանգիստ ձայնով ասաց. «Եղբայր Եզնիկ, իմաստությունդ մեծ է եւ հավատդ ուժեղ։ Բայց ասա ինձ, խնդրեմ, եթե մի հայր իր որդուն նամակ գրի, որ լեզվով կգրի, իրեն հասկանալի, թե որդուն հասկանալի»։ Եզնիկը շփոթվեց այս անսպասելի հարցից։ «Իհարկե, որդուն հասկանալի լեզվով», մրմնջաց նա։ «Ապա ինչու ես կարծում», շարունակեց Մաշտոցը, «որ մեր երկնավոր հայրը կկամենար մեզ հետ խոսել մի լեզվով, որը մեր ժողովուրդը չի հասկանում։ Միթե նրա սելը այնքան փոքր է։ Այս գրերը ոչ թե ես եմ ստեղծել, այլ Աստված է պարգևել մեզ, իր սիրո նշանը։ Եվ եթե դու հիմա մերժում ես այս գրերը, դու ոչ թե ինձ ես մերժում, այլ Աստծո պարգևը»։ Այս խոսքերը, որ ասվեցին առանց զայրույթի, բայց մեծ հոգևոր ուժով, թափանցեցին բոլորի սրտերը։ Եզնիկ վարդապետը գլուխը կախեց։ Նա հասկացավ իր սխալի խորությունը։ Նրա պայքարը ոչ թե ավանդույթի պաշտպանություն էր, այլ հպարտություն։ Նա, որ իրեն համարում էր իմաստուն, չէր տեսել ամենապարզ ճշմարտությունը։ Նրա աչքերից արցունքներ հոսեցին։ Նա մոտեցավ սարկավագին, նրա ձեռքից վերցրեց հայերեն ավետարանը, համբուրեց այն եւ ինքը բարձրացավ ամբիոն։ Եվ երբ մայր տաճարի կամարների տակ առաջին անգամ հնչեց «Ի սկզբանե էր բանն, եւ բանն էր առ Աստված, եւ Աստված էր բան» խոսքերը, հասկանալի, զորավոր եւ հայերեն, բոլորը ծնկի իջան։ Այդ օրը ոչ միայն ծնվեց Քրիստոսը, այլև վերջնականապես ծնվեց հայ գիրն ու դպրությունը։ Հակամարտությունը լուծված էր։ Եկեղեցին հասավ նոր, ավելի խորը ըմբռնման, որ ճշմարիտ հավատքը ոչ թե ձևի, այլ բովանդակության մեջ է, եւ որ Աստված խոսում է բոլոր լեզուներով։ Եզնիկը դարձավ Մաշտոցի ամենամոտ գործակիցներից մեկը եւ հետագայում գրեց իր հանրահայտ «Եղծ աղանդոց» աշխատությունը, որտեղ փառաբանում էր հայոց լեզվի հարթությունը։ Հայ եկեղեցին այս փորձությունից դուրս գալով դարձավ ավելի միասնական եւ ուժեղ։ Տապանի պատերը, որոնք ճակ էին տվել ներքին պայքարից, ամրացան սիրո եւ փոխըմբռնման շաղախով։ Այդ օրվանից անցել են դարեր, ավելի քան 1600-ամյակ։ Փոթորիկները շատ են եղել, ավարայրի ճակատամարտ, արաբական արշավանքներ, ցեղասպանություն, անաստվածության տարիներ, բայց Տապանը դիմացավ։ Այն դիմացավ, որովհետև նրա հիմքում դրված էր անսասան հավատքը, իսկ պատերը ամրացված էին մեր սուրբ թարգմանիչների կողմից ստեղծված հայերեն աստվածաշնչով։ Այսօր մենք, նրանց ժառանգներս, ունենք այդ անգին գանձը։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, այս պատմությունը մեզ մի կարևոր դաս է տալիս։ Հավատքի ամենամեծ պայքարները հաճախ մղվում են ոչ թե արտաքին թշնամու, այլ մեր սեփական հպարտության, կասկածների եւ վախերի դեմ։ Կիսվեք մեկնաբանություններում, թե ինչպես կվարվեիք դուք Եզնիկի կամ Մաշտոցի տեղում։ Ինչ եք կարծում, ո՞րն է մեր եկեղեցու եւ մեր ժողովրդի գոյատևման գաղտնիքը այսքան փոթորկալից պատմության ընթացքում։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք այս հոգևոր ճամփորդության ընթացքում։ Թող Աստծո օրհնությունը լինի ձեզ եւ ձեր ընտանիքներին։